Հայկական դասական երաժշտության ամբար Արսլունգա դուետն ու Վիվասել MTS-ը իրականացնում են բացառիկ ծրագիր։ 80 հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ամփոփվել են 18 ձայնասկավառակներում։ Այս գործը բավականին մեծ եւ կարեւոր գործ է, դա ոնց որ մարդ պատրաստում է աբակայի համար երաժշտական եւ մշակութային գանձ։ Ակադեմիական եւ դասական երաժշտության ծրագրերի ժողովրդականությունը բարձրացնելու ու թվային դարաշրջանի ռիթմին համակայլ հայկական ակադեմիական երաժշտությունը պահպանելու Արսլունգայի եւ Վիվասել MTS-ի աշխատանքները տևել են 5 տարի, ստեղծագործությունները ձայնագրվել են դուետի եւ տրիոյի համար։ Թողարկված անթոլոգիայում կարելի է գտնել նաեւ երիտասարդ սերունդը ներկայացնող հայաստանաբնակ եւ սփյուռքահայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Սերունդները չլսելով եւ չճանաչելով տարբեր կոմպոզիտորների տարբեր ժանրերի ստեղծագործություններ համատելու հնարավորություն չունեն այդ ամենը, իսկ սա արդեն փաստացի ձայնագրված փաստ է, էնցիկլոպեդիա։ 2011 թվականից իրականացվող ծրագրի համար Վիվասել MTS-ը կատարել է ավելի քան 16 միլիոն դրամի ներդրում։ Արսլունգա դուետի հետ հաջողված գործակցության համար Ռալֆ Յիրիկյանը Վիվասել MTS-ի 10-ամյակի առիթով թողարկված ոսկե հուշամեդալով պարգևատրեց ծրագրի համահեղինակներ թավջութակահար Արամ Թալալյանին եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանին։ Անի Հակոբյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։